Գյուրջան Կասկադ, հասանելի բնակարաններ 65 ամիս մարման ժամկետով։ Հարցս վերաբերում է Հայաստանի և Արցախից Ռուսաստանի հետ հարաբերությունները։ Ամենօր որվա իշխանությունը ամենօրյա ռեժիմում առճակատման է տանում Հայաստանը և Ռուսաստանը։ Ամենօրյա ռեժիմով խոսում է հիբրիդային պատերազմի KGB-ի գործակալների մասին, շատ ուզող հարց է։ Մյուս հարցս, որ ուզում եմ կամ խաղաղության պայմանագրի մասին է, որը էլի շատ շարժարված թեմա է, ենթադրենք, պարոն նախագահ, այդ խաղաղության պայմանագիրը Ադրբեջանի ազգային ժողովում չի ընդունում, ինչ է լինելու։ Եվ իրոք կլինի այդ իշխանության օրոք խաղաղություն։ Այս իշխանության օրոք խաղաղություն չի լինի։ Այս իշխանությունը ամենից մեծ թշնամին է խաղաղության։ Որտեղ այս իշխանությունը արել է ամեն ինչ, որ երաշխիքների մասին ընդհանրապես խոսք չգնա։ Ինձ համար ամենից զարմանալին հենց սա է։ Ինչի է Նիկոլ Փաշինյանը ընդհանրապես ինչի ինքը չի խոսում երաշխիքների մասին։ Պատճառը մեկն է։ Ինքը ուզում է, որ այդ խաղաղությունը կապված լինի միայն իր անվան հետ, իր գոյության հետ իշխանության աթոռի։ Ուրիշ պատճառ ուղղակի չկա։ Եվ աշխարհի փորձը ցույց է տալիս հետևյալը, որտեղ կան հողի վրա երաշխիքներ, նույնիսկ առանց խաղաղության պայմանագրի խաղաղություն կա։ Ես վերջերս մի հաղորդման ժամանակ Կիպրոսի ամբողջ այդ պատմությունն եմ պատմել։ Եվ որտեղ կան խաղաղության պայմանագրեր, բայց չկա երաշխիքային համակարգ, ինչ որ ժամանակ հետո անպայման վերսկսում է պատերազմը։ Սա ուղղակի այբուբեն է։ Այբուբեն է այս թեմայի հետ կապված։ Սա առաջինը եւ երկրորդը Ռուսաստանի հետ հարաբերությունների մասին է, չէ՞, ավելի ճիշտ առաջի հարցը ձեր մոտ սա է։ Նայեք, Ռուսաստանի հետ հարաբերության մեջ այս իշխանությունը լարվածություն են մտցրել հենց 18 թվականից։ Ինձ համար սկզբից հասկանալի չէ, թե ինչի են դա անում, հետո հասկանալի դարձավ, որ կա շատ կոնկրետ նպատակ։ Հեռանալ հայ-ռուսական ձևավորված դաշնակցային հարաբերություններից եւ փորձել աշխարհակաղակական վեկտորը շրջել բոլորդ մտածեցիք դեպի Եվրոպա, ոչ Թուրքիա։ Շրջել Թուրքիա։ Եվրոպան այսօր մեր հետ խոսելու են, մեր փորձելու են ինչ-որ այդ պրանիկների բան անընդհատ ցույց տան, բայց Եվրոպա մեր հարաբերություններում ներկայացված է լինելու եւ միտքը դրա մեջ է Թուրքիայի միջոցով։ Եվ սրա համար ուղղակի պետք է նաեւ ժողովրդի մոտ ձևավորել բացասական վերաբերմունք Ռուսաստանի նկատմամբ։ Ես միգուցե սա իսկապես շատ զգայուն թեմա է, ես